Կաթոլիկ աշխարհը սգում է։ 88 տարեկանում մահացել է Հռոմի Պապը։ Cari fratelli e sorelle, buona Pasqua. Ֆրանցիսկոս Պապի վերջին ուղերձը, որում անդրադարձ կար նաև Հայաստանին, Սուրբ Հարության տոնին էր։ Պոնտիֆիկոսի խնդրանքով ուղերձն ընթերցում էր արքիեպիսկոպոս Դիեգո Ռավելին։ Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության համաձայնագրի արագ ստորագրում, խաղաղություն Ուկրաինայում, հրադադար Գազայում, պատանդների ազատում և մարդասիրական հասանելիության ապահովում, զինաթափում և կրոնական ազատություն Աֆրիկայում և հաշտեցում Մյանմարում։ Սրանք էին Պապի վերջին մաղթանքներն աշխարհին։ 1936 թվականի դեկտեմբերի 17-ին ծնված Խորխե Մարիո Բերգոլիոն ժամանակի ամենաազդեցիկ կրոնական գործիչներից էր։ Նա առաջին լատինամերիկացին է, որը բարձրացավ Սուրբ Աթոռ, առաջին հեսուիտ պապը պատմության մեջ և առաջինը, որ վերցրեց Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու անունը։ Սակայն մինչև կաթոլիկ աշխարհի տիրակալ դառնալը Խորխեն սովորական տղա էր, աշխատող, խոնարհ, համեստ, այնքան համեստ, որ ինքն էր լրատվամիջոցներին պատմել, որ երիտասարդ տարիներին աշխատել է Արգենտինայի գիշերային ակումբներից մեկում, մեկ այլ վայրում էլ կեսդրույքով աշխատել է որպես հավաքարար։ Սովորել է տեխնիկական դպրոցում և ստացել քիմիկոսի դիպլոմ։ Աշխատել է լաբորատորիայում, ձեռք բերել քիմիական անալիզների և նյութերի հետ աշխատելու հմտություն, սակայն գիտության աշխարհը չգրավեց նրա հոգին։ Soffri con noi e per noi, vedendo tanti tuoi figli provati. Համեստ կենսակերպը, հասարակության ամենախոցելի խավերին նվիրվածությունը և անձնական բարոյական մաքրությունը դարձան նրա այցեքարտը։ 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվեց Հռոմի Պապ։ Նրա ընտրության օրը Վատիկանի հրապարակը լցված էր հույսով ու սպասումով։ Պապը տարերային փոփոխությունների կրող դարձավ, հրաժարվեց շքեղ պալատներից ու սկսեց ապրել Վատիկանի համեստ հյուրատանը, օգտվելով հասարակ մեքենայից։ Հաճախ էր շփվում մարդկանց հետ։ Նրա խոսքերն ուղղված աշխարհին միշտ պարզ էին ու հստակ։ Եկեղեցին պետք է ծառայի ժողովրդին։ Պայքարում էր միգրանտների իրավունքների համար, աղքատության և պատերազմի դեմ։ 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս Պապը մատուցել է պատարագ, հայտարարելով, որ հայերի ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ 2016-ի հունիսին Սրբազան քահանայապետն այցելեց Հայաստան առաջին քրիստոնյա երկիր կարգախոսով։ Սա հոգևոր, բարեկամական ու նաև հստակ քաղաքական ուղերձով այց էր։ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին։ Իր ելույթում նա բացահայտ օգտագործեց ցեղասպանություն բառը, դառնալով աշխարհի ամենահեղինակավոր հոգևոր առաջնորդներից մեկը, որը ճանաչեց պատմական ճշմարտությունը առանց երկիմաստ ձևակերպումների։ Պապը եղավ նաև Մայրաթոռում, հանդիպեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։ Նրանք համատեղ աղոթեցին ի նշան հոգևոր միասնության, հետո Գյումրի։ Աղոթակից լինել հայ եկեղեցու և հայ ժողովրդի մեծ բարեկամին մատուցած պատարագին։ Վարդանանց հրապարակում պատարագ մատուցեց։ Նրա այցը դարձավ խաղաղության, հիշողության և հաշտության ուղերձ ամբողջ աշխարհին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարում։ Կհայտարարվի 9-օրյա սուգ։ Մինչև նոր Պապի ընտրությունը Վատիկանի գործերը կվերահսկի կարդինալների կոլեգիան։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,